Շատ երկար եմ մտածել այս հարցի մասին, խոսել չխոսել, բայց էլի պատեհություն ուզում եմ օգտագործել, խոսել դրա մասին, ինձ համար շատ մի ցավոտ միջադեպի մասին։ Տարիներ շարունակ ես իմ ընկերների հետ այն զորամասը այցելել ենք, ծաղիկներ ենք խոնարհել մեր զոհված ընկերների հիշատակին։ Տարիներ շարունակ այս տարի ապիկարությունը հասել այն մասշտաբի, որ ինձ արգելել են մտնել զորամաս իմ ընկերների հիշատակի ծաղիկներ խոնարհելու։ Ասելով, որ այս մարդը եթե ձեզ հետ է, մենք չենք կարա ձեզ թույլ տանք։ Ամոթ է։ Միջև վերին օղակները ասել եմ սրա մասին։ Համարները ճշտել եմ, զանգել եմ բոլոր պատկան մարմիններին։ Ամոթ չի ձեզ։ Պաշտպանության նախարարություն, լիքը խնդիրներ ա եղել, ես տեղի չեմ բարձրաձայնել, ձեզ առանձին ասել եմ ինչա ես բանեմ, լրտեսեմ, ինչ չի կարելի մտնել։ Իմ ընկերներին, որ Ամերիկայից էին եկել, Ռուսաստանից, պատերազմի մասնակից, իմ պատճառով չէին թողնում մտնել, զորամաս ծաղիկներ խոնարհել։ Այս երկու բան հարց չի։ Ինչ գիտենք առավոտից իրիկուն հետևում եք մեզ, ես իմ չգիտեմ այդ սոնցածերում ինչ չգիտեմ ինչ տեղատարապ ասես հնչում այ, ես իմ չգիտեմ ընտանիքի անդամներին եւ այլը, բայց գոնե թե այդ հարցով կրկնում եմ, չեմ ուզում ստե անուններ տալ, բոլորը տեղյակ են եղել դրա մասին։ Իմ ընկերները հրաժարվեցին մտնել զորամասի տարածք։ Ծաղիկները տվել ենք զինվորին, ասել կտանեք խոնարհեք մեր ընկերների։ Ու ամոթ է, վերջ տվեք այս գործելաբոճը։ Ինձ եք ուզում այդ իմ ընկերների առջև ամոթով թողել։